Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Մերի ջան, ողջույն, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր։ Լավ ես։ Ողջույն, ես եմ շնորհակալ, դուք ոնց եք։ Ես էլ եմ լավ, շատ մերսի։ Առավոտյան էներգիան այսպես կուտակած բարձր ակնկալիքներով։ Ասեմ, որ Մերին մեմից է մարզերի երեխաները մարզերում նախագծից եւ մեր Արարատի մասնաճյուղի համակարգողն է։ Եվ իմ ուշադրության արժանացավ, որովհետև իմ համար անակնկալ աստիճանի նվիրվել է այս գործին։ Մի քիչ կպատմես քո մասին, Մերի ջան, որտեղ ես ապրում, ինչով ես զբաղվում, ինչու է այս տեսակ կամավորությունը քեզ համար կարևոր։ Ես Մերին եմ, ապրում եմ Արարատի մարզի գյուղ Այբեղանում, պատրաստում եմ ընդունել համալսարան, դրանով եմ հիմա զբաղված, բայց բացի դրանից շատ եմ սիրում համայնքային կյանքը։ Նախ ոնց է այդ իմ կյանք եկել հասել այս կետին, որ ես ընտրել եմ այս տեսակ կամավորությունը, որովհետև շրջապատումս բավականին ակտիվ ուրիշ կամավորական կազմակերպություններ կամ աշխատանքներ կան, որոնք վստահ եմ կուզենայի մասնակցել, բայց ինձ համար ավելի նախընտրելի է սա։ Ոնց եմ ընտրել սա, երբ որ փոքր էի, շատ էի մտածում, թե ինչ է լինելու Հայաստանի հետ կամ մարզերի կամ ընդհանրապես զարգացման հետ, ու երբ որ շրջապատից նայում էի, բոլորը մտածում էին, թե երբ որ մեծանան, կգնան այլ երկրներ, Եվրոպա, Ամերիկա, ու այնտեղ կապրեն, կշարունակեն այնտեղ կրթությունը, կշարունակեն այնտեղ ապրել, ինչու, որովհետև մտածում էին, որ այնտեղ հնարավորություններ շատ է, ու ապահովագրությունը բավականին մեծ է։ Ու ես մտածում էի, լավ, բա այնտեղ ստեղծող եղել է այդ ամենը, որ այդ մարդիկ գնում են հենց ստեղծածի տակ են ապրում, բա ինչի Հայաստանում ստեղծող չլինի, այսինքն Հայաստանում ստեղծող այդ ամենը ստեղծողներ կային, բայց գուցե իրենց համար տեսանելի չէր այդ արդյունքը։ Դրա համար ես մտածի, ես կլինեմ այդ ստեղծողը, ինչի՞ չէ, ու շարունակեցի հասկանալ, թե որտեղ կարող եմ իմ այդ ներդրումն ունենամ, ու մեմը sense պատահական է կայուն կյանք, որ ես չի մտածում, ես անգամ այնտեղ այս տեսակ կամավորություն եմ անելու, sense պատահական սահուն կերպով եկավ իմ կյանք ու ոչ թե ինչ որ հստակ ընտրություններ ասեցի, հա, հեսա համայնքային կյանքով եմ զբաղվում, այլ հենց այդ մտքի շարունակությունն էր, որ ինձ բերեց հասցրեց այդ կետում։ Ոնց որ այս տեսակ պատմությունն է եղել մարզային թիմին, այս համայնքային աշխատանքներին միանալը, որովհետև ես ուզում էի արժեք ստեղծեի, հենց բառի ամենալայն իմաստով արժեք ստեղծեի ու դա անեի առանց որևէ ակնկալիքի։ Դա միակ ընտրությունս է եղել ու կարծում եմ վերջերս շատ եմ մտածում այդ կյանքի իմաստի, իմ առաքելության, թե ես ինչ եմ ուզում անել կյանքում, հասկացա, որ սա է, ես ուզում եմ արժեք ստեղծեմ, սոցիումի մեջ երևամ, կապեր ստեղծեմ, ձեռքերս երկարացնեմ ու մարդկանց օգնեմ, ոնց որ այդքանն է եղել իմ նպատակը, առաքելությունը, որը քիչ-քիչ ուզում եմ ավելի մեծացնեմ ու գնամ այդ ուղով։ Առանց ակնկալիքների, երբ որ ասում ենք, երևի նկատի ունենք առանց որ մեզ փառաբանեն, բայց ակնկալիքները երևի հստակ կան, որտեղ, չգիտեմ, փոփոխություններ բերել միջավայրում, մարդկանց կյանքում։ Մեր ավագ ընկերներից, ընկերներից մեկը կար, Պողոսյան Գևորգը, ով ասում էր, շատ չափելի է մեր կյանքի որակը, հա, եթե մենք ուզում ենք ազդեցություն ունենալ, նայած մեր կյանքում մենք քանի հոգու կյանքում ենք փոփոխություն բերում։ Օրինակ, եթե լավ վաստակում ենք եւ լավ ճամփորդում ենք, այդ մեր կյանքն ենք։ Որ ամբողջ կյանքը ճամփորդում ենք, մեր կյանքն ենք փոփոխում։ Եթե այնպես ենք անում մեր բակը լավանա, չգիտեմ, խաղարապարակ կառուցվի, խոտածածկույթը փոխվի, ապա բակում ենք բերում։ Եթե մեր գյուղի մասշտաբով ենք փոփոխություններ բերում, չգիտեմ, ներգրավում ենք խմբակներ, եւ այլն, այդպես մարզ, երկիր, աշխարհ։ Հետաքրքիր մոտեցում է իմ կարծիքով եւ բավականին չափելի։ Եվ ուրախ եմ, որ դու այդպեսին ես եւ իրական իմ երազանքն էլ ա եղել, որ մեմի զգալի մասը վերջի վերջո դառնեն մարդիկ, ովքեր հանձն առնեն այդ փոփոխությունները, էլի դիտորդի դերում չլինեն։ Որովհետև
այո, ինչ որ մեկը պետք է անի։ Եվ այդ մեկը չպետք է սպասի կամ կարճի ինչ որ շատ-շատերի չանելուց։ Դա իրան չպետք է հետաքրքրի, ինքը պետք է անի։ Մեր ջան, այս ճանապարհին ովքեր են կիսում քո մղումները, քո ձգտումները, ինչ մարտահրավերների ես հանդիպում, ինչա կատարում։ Ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր ճանապարհ է ինքը եւ ամենևին ոչ սահուն։ Ընտանիքումս հենց փոքրուց էլ այդպես ենք մեծացել, որ Հայաստանում շատ լավ տեղ ապրելու, այլ երկիր չպետք է լինի քո կյանքում, չգիտեմ, միշտ մնա այստեղից լավ երկիր չես գտնի, սենց այս մտածողությամբ եմ մեծացել ու իրականում համաձայն եմ, բայց դա պետք է ապացուցել իմ կարծիքով։ Իսկ ընկերներս բավականին լավն են, խրախուսում են այս գաղափարին կամ գիտեմ, որ այս մեխանիզմը, որ արժեք ստեղծել դրել եմ իմ կյանքում, դա կա ու իրանք էլ խրախուսում են շատ անգամներ, երբ որ ինչ-որ համայնքային ակտիվություններ ենք անանում, կազմակերպում, իրանք էլ են միանում։ Բայց որ ասեմ շատ sense խրախուսված եմ զգում, չգիտեմ բան, այդպես չի, որովհետև շատ երիտասարդներ կան, որ իրոք կոտրված են կամ այդ տրավմատիկ փորձառություն ունեն, որ իրենց խաբել են կամ չգիտեմ, երազանքների ու չեն ապրում sense ու չեն կարողանում հավատալ, որ հա, իրոք հնարավոր է փոփոխություն ու դու այդ ամենի ուղին ես բռնել կամ ուզում ես մի բան փոխես։ Իրանք դեռևս այդ ամենով չեն ապրում։ Իրանք մտածում են դե Հայաստանում այդ փոփոխությունը բերել չի լինի, հնարավոր չի, չեն հավատում։ Ուղղակի դեռևս ինչ որ տրավմատիկ փորձառություններ հետագեն ու չեն աջակցում այդ գաղափարին։ Դա նորմալ է, ես չեմ ստիպում իրենց հավատալ այդ ամենին, որովհետև դա իրենց ընտրությունն է, ես բացարձակ ինչ որ ստիպողաբար կամ խրախուսանքի տեպով չեմ ասում, եթե չեն աջակցում, օքեյ, բայց թող չկանգնեն իմ ճանապարհին, միշտ էլ դա անում եմ, այսինքն այնպես չի շատ խրախուսանքի sense բանակ ունեմ կազմած իմ կողքին, բայց փորձում եմ առաջարժել ու դա ինձ չի թվում թե կգանգնեցնի, եթե որևէ մեկը ինչ որ դեմ դուրս գա, որովհետև միևնույնն է, ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ շատ-շատ բաներ են քո վրա լցում ու շատ-շատ բաներ են քեզ նեղսրտում ու եթե այդ մի բանին էլ ոնց որ առիթ տաս, հաստատ այդ ճանապարհը չի կառուցվի։ Ոնց որ այդ եմ մտածում։ Ահա, շատ հետաքրքիր։ Այո, իրական կանգնել պետք չի, իսկ ճանապարհին միացողները կմիանան եւ կտան այնքան էներգիա, ինչքան պետք է։ Ես ինքս այդպես եմ առաջնորդվում։ Եվ Մերի ջան, խնդրեմ պատմես ինչ եք անում մեմարատով, ինչպիսի փոփոխություններ եք փորձում մտցնել, որոնց ազդեցությունը թեկուս հենց հիմա չենք, հա, այսպես չենք անում ու տեղում ազդեցությունը բանանում, այլ դու վերլուծում ես, ասում ես սա սերմ էր, որ մենք ցանեցինք, ու վաղը ձիլ տա, որ վաղը ծառ դառնա, այսպես որ մեր լսողները մի քիչ պատկերացում կազմեն։ Մարզային թիմերի գաղափարը իրականում ահագին ֆենոմենալ է, որովհետև երբ որ դու մի այսքան հողի վրա գտնում ես sense տարբեր համայնքներից մարդիկ ու sense կապում ես իրար, ինքը բավականին փոփոխություններ կարա բերի, եթե դու արժեքային համակարգ ունես։ Որովհետև երբ որ դրանց մեջ գործում են երիտասարդներ, վստահ եմ, դա ավելի մեծ հաջողություններ կարա բերի։ Ինչու՞, որովհետև նախկին սերնդի, ավագ սերնդի ներկայացուցիչները ավելի մեծ կարծում եմ մի փոքր հիասթափություն են ապրում, երբ որ իրենք փոքր ժամանակվանից երազել են տեսնել կայուն զարգացած Հայաստան, ու դա իրենք չեն արել, ու դա իրենց մոտ գուցե չի ստացվել ինչ-ինչ պատճառներով, ու իրենք միևնույն է չեն հավատում գալիք սերնդին։ Այսպիսի այդ արժեքային անորոշությունը, հա, մարզում կա, ու այդ ամենը հենց կոտրում են մերպես երիտասարդները։ Կարծում եմ, որ կոտրում են, որովհետև անգամ են փոքր գաղափարները, ստարտափները կամ չգիտեմ, տարբեր ակտիվություններ, որ արվում է, դա ոչ մենակ մեզ է կոդ կամ մարզին, այլ բացում է մի հատ դուր, մի հատ ուրիշ երիտասարդի գալիք սերնդի համար, որ ինքը տեսնի, որ հա, այսպեսի բան տեղի ունենում է, ու ես էլ կարամ անեմ, որովհետև երբ որ մենք ենք ուզում նման բան անենք, դեռևս մեր գյուղում կամ մարզային մասշտաբում ոչ այնքան շատ էին նման ակտիվությունները։ Ասենք Արադ քաղաքում վերջին շրջանում կրթական ինչ-որ նախաձեռնություններ շատ քիչ են, այսինքն վերջի 10 տարիների հաշվը շատ քիչ են։ Ու ոնց որ
երբ որ դու ես առաջինը լինում կամ դու ես ինչ բաներ սկսում կառուցել կամ շարունակում, քո համար ոչ միայն այդ լավա, որ մարզի մասշտաբը զարգանա կամ չգիտեմ, ձեր ակտիվությունները տեսանելին, այլ մի հատ փոքր երախու, որ տեսնի, որ sense բան են անում ու ինքն էլ ապագայում կարող է այդ ամենն անի, որ չմտածի։ Մի հատ sense լավ խոսք էր, ասում է դու կարող ես անել այն ինչ մտածում ես, եթե անգամ դու առաջինն ես դրա անողը, հա, դու կարող ես շարունակես կամ դու կարող ես առաջինը լինես։ Իսկ մենք ընդհանրապես ինչեր ենք անում, իրականում հիմա դուրս են գալիս այն ստանդարտ բանից, որ սեմինարները ինչ որ կրթական նախաձեռնություն են, դրանք էլ ակտուալ չեն կարծում, որովհետև շատ մարդիկ էլ չեն մասնակցում, չեն հետաքրքրում։ Մարդկանց պետքա մի փոքր քաշելու մեխանիզմ մշակել, որ ոնց հավաքել էլի մարզեցի երեխեքին այդ ամենի մեջ, որովհետև ինչքան էլ ամեն մի մարզ կարծում ունի այդպես կոլեկտիվ մտածելակերպ, էլի, հենց կախված նախկին տարիների փորձից։ Հիմա Արարատում այդ մտածելակերպը բավականին sense կախված է օդում, մարդիկ կայունություն են սիրում, իրանք չեն սիրում, որ նոր բաներ գա, որովհետև երբ որ դու առաջարկում ես թե դպրոցում, թե համայնքում ինչ որ նոր բաներ անել, նոր բաներ ուսնել, իրենց մոտ վախ է առաջանում։ Դա ռիսկային է, դա նոր բան է, կոմֆորտ զոնայից դուրս է, իրանք չեն ուզում դա անել։ Իրանք ուզում են մնալ իրանց կայուն դիրքում, թեկուզ եթե դա անգամ բան է, վտանգ է իրանց, վտանգային է, հա։ Միևնույնն է, իրանք ուզում են մնալ իրանց կոմֆորտ զոնայում։ Ու երբ որ մենք անում ենք օրինակ արշավներ, որոնք երկու անգամ արշավ ենք արել, որոնք ոչ թե ինչ որտեղ է, հա, գնում ենք գալիս ենք, չէ։ Արարատի մարզում ենք հիմնականում անում, Արարատի մարզի չբացահայտված տարածքներն ենք անում ու գնում ենք երիտասարդներով, քայլում ենք, սովորում ենք, մտածում ենք։ Ու ոչ միայն կարծում եմ դա հենց այդ երիտասարդների կյանքի վրա է անդրադառնում, այլ նաև թե իրանց փոքր քույր եղբայրների, թե այլ բարեկամների, որոնք իրան շրջապատում են իրար, որովհետև այդ փորձը, հիմա ես որ անում եմ այս ամենը, իմ հարազատներն են հետաքրքրվում, օրինակ ինչ ես անում, ոնց կարանք մենք էլ միանանք, ոնց դա վարակովի է ահագին ու տարածում է ահագին կերպով, այսինքն եթե դու բերում ես 40 աշխո միջոցառման ընթացքում, դա եմենը դրա ազդեցությունը 40 հոգու վրա չի, այլ ավելի մեծ է։ Մարզային թիմը ահագին ուժեղ բան է ու դա շատ տեղ ունի աճելու հիմա Արարատը sense հենց նոր է սկսում ինչքան է զարգանալ, թեկուզ մենք 1 տարի կանք, դա նոր սկսվող փուլ է ու որ ասեմ մենք շատ հայտնի բաներ ենք արել, շատ մեծ փոփոխություն ենք արել, դա սուտ կլինի, որովհետև դա այդ նոր ենք սկսում այդ մտածողությունը բերել այստեղ ու համագործակից կառույցներ ենք փնտրում շատ, համագործակից մարդիկ, ովքեր այդ նույն արժեքային համակարգն ունեն ու կարող են ոնց որ մեզ օգնել ու իրանց հետ տանել։ Հիմա Արարատում այդ մարդիկ կան, թեկուզ Արարատայթի կանձնակազմը, որ իրենց հետ համագործակցում ենք, Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Ոմա Արարատը Արտաշատը, իրենք էլ համագործակից կառույցներ են, որոնք օգնում են քեզ ինչ որ գործերի մեջ առաջ տանելու քեզ։ Հիմա ոնց որ թեկուզ այս ոդկասթը նայողներն էլ ովքեր որ Արարատից են, ովքեր կարծում են, որ այստեղ փոփոխություն բերելը հնարավոր է, կարող կապվեք միանշանակ ոնց որ ազատենք, բացենք այդ ամենի առաջ, որտեղ համագործակից կառույցները ամենաուժեղ զենքն են մարզային թիմերի համար, իրանք քեզ օգնում են, որ դու sense կայուն առաջընթաց ունենաս, որովհետև իրանք էլ ավելի շատ կապեր ունեն, քան դու, որ այդ կապերը միանում են իրար ու դառնում են ավելի sense մեծ բանակ։ Միանշանակ մարզային թիմերի գլխավոր գործիքը պետքա լինի տվյալ մարզում բոլոր ակտիվ ու պոտենցիալ ակտիվ կետերի հետ կապերի հաստատումը պլյուս զարգացում։ Ես ասեմ, որ մարզային թիմերը նաև կարևոր բաշխիչ դեր ունեն, օրինակ ինչ որ ռեսուրսներ ենք ստանում, անհրաժեշտ է ամբողջ հանրապետությունը բաշխել, վերջերս քաղաքավտանգային գույք ենք ստացել բազմաթիվ տուփերով եւ կարիք կար բաշխել բոլոր մարզերի ռազմամարզական կրթական կառույցներին եւ այդպես ապակենտրոնացված իրանց միջոցով կարողանում ենք այդ ամեն ինչը անել։ Հարգելի ընկերներ, Մարզեի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց
մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմարդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Ես իրականում շատ ոգևորված եմ մեր մարզային թիմերի գաղափարով եւ նաեւ դա է պատճառը, որ ուզում եմ այսպես հասուն առաջնորդներին նաեւ թող ավելի շատ դուրս հանենք լույսի տակ, ավելի շատ մարդ ճանաչի, ավելի շատ համագործակցի։ Եվ վերջերս մի 10 հաղորդում առաջ հրավիրել էի նաև Անգելինային, Արագածոտնի մարզի համակարգողը, եւ այսպես հերթով բոլորին փորձելու ենք ցույց տալ ու տանք կապեր, անպայման կօգտվեք այդ բոլորից, ապակենտրոն ոդքասթի հյուրերն են, իրանք շատ լավ ցանց են։ Հիմա դու արդեն տեսնում ես, ես քեզ խմբում ավելացրել, տեսնում ես թե ինչպես են համագործակցում։ Գիտես ինչ թեմա կուզեի քննարկել։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ մարզում եթե եկամտի հարցը լուծում ես, իսկ այսօր մանավանդ տակից եկող սերնդի համար պետք է որ դա մեծ դժվարություն չլինի, որովհետև օրինակ բավարարը եթե մենակ եկամտը վերցնենք, բավարարը անգլերենի լավ իմացություն, պլյուս որոշակի հմտություններ եւ այդ հարցը լուծվում է։ Այլ հարց է, որ մարդ իր ուզած բանով զբաղվի, հա։ Բայց մեկ այլ բաց դաշտ է մնում, կոպիտ ասած, մարզում ժամանցը, հա, կրթաժամանցը։ Օրինակ բոլորը այդ խնդիրը վիզուալիզացնում են, ասում են այսպես, դե անպայման սրճարաններ լինեն, շատ չգիտեմ, եսի մինչև լինեն, այո, օքեյ, թող լինեն, բայց ես ինքս իմ համար ինչ եմ բացահայտել։ Վերջի վերջո հարցը սրճարանը չի, այլ հարցը հավաքվելու տեղն է կամ առիթն է։ Հարցը մարդկանց հետ շփվելն է, հարցը մարդկանց հետ էմոցիանել եւ փորձ փոխանակելն է։ Օրինակ, ես ասեմ բազմաթիվ տարիներ ինքս հետևում եմ եւ պրակտիկ զգում եմ իմ վրա, ոնց է մեր մոտ այդ հարցը լուծվում Լոռու մարզում ու շատ մարզերում իդեպ, ընդ որում հենց այս ապակենտրոն ոդքասթի հյուրերի համայնքը դա արդեն սկսել է ճաշակել եւ նախաձեռնել։ Մենք կոպիտ ասած մարզերում պետք չի սпасել, որ ինչ որ համերգ կգա քո դրան դեմը կամ ինչ որ, չգիտեմ, պարտադիր ինչ որ ենթակառուցվածքներ լինեն։ Մարզերում շատ կարևոր է համայնքները, այսինքն կապը հետաքրքիր մարդկանց հետ։ Շատ խիտ ցանց է պետք ունենալ։ Դա է պատճառը, որ ապակենտրոն ոդքասթի հյուրերի հետ ես կիսվել եմ մի հատ ֆայլով, Google Sheets, Excel ֆայլով, որտեղ ըստ մարզերի նշված է թե ովքեր են, որ տեղափոխվել են կամ չեն լքել կամ արտասահմանից են տեղափոխվել հենց իրենց մարզ։ Տրված է հաղորդումը, որպեսզի ծանոթանան եւ տրված է սոցցանցի։ Եվ մարդիկ այդ ինֆորմացիայից օգտվելու արագ կապվում են։ Ես հիշում եմ ռեակցիաները իջևան տեղափոխված մի աղջիկա, որ ասում էր, ես չգիտեի, որ այսքան մարդ կա, այն էլ այսքան հետաքրքիր։ Եվ հետո հանդիպում ես արդեն իրար տներում, իրար հետ բանակցելիս։ Եվ կարծես թե եթե մենք ունենք ինֆորմացիա նմանատիպ մարդկանց մասին, գիտենք նրանց տեղը, զբաղմունք, իրանք էլ գիտեն մեր տեղն ու զբաղմունքը, հավաքվելու առիթների պակաս չի լինում։ Այս մեկն է ստեղծում, այն մեկն է ստեղծում։ Երրորդ вообще ուրիշ կողմնա ինչ որ բան ստեղծում, թեկուզ փոքր համերգ ինչ որ ակտիվություն եւ իրանք արագ իրար տեղեկացնում են, ասում են գնանք, հանդիպենք։ Եվ իրականում մեկը իմ կյանքում այդ ամեն ինչը այնքան է շատացել, իմ տանդեմն էլ սրճարան չկա, մեր մոտերն էլ ինչ որ սուպեր ենթակառուցվածքներ չկան, բայց այնքան են շատացել առիթները, որ ես եմ ստեղծում, իրենք են ստեղծում, իրազեկման դաշտն է խտացել, բոլորը արագ իրար պատմում են, ինչ կա մոտակայքում, ինչ կա մոտակա քաղաքում, ինչ կա հեռավորությամբ երկրորդ քաղաքում, եւ մենք անընդհատ հանդիպում ենք, ոչ բոլորով, կտոր, նայած որտեղ ինչ է հանդիպում, եւ չկա դրա բանը, ըստ էության ամփոփ եմ, հա, ասելիքս, իմ կարծիքով մարզում եկամտի հարցը լրիվ լուծելի է այսօրվա դարում, շատ հանգիստ։ Իդեպ եթե մարդիկ այդպես մնան վաստակեն եւ գումարը տեղում ծախսեն,
մարզերում կավելանա նաև մնացած ամեն ինչ, ինչ որ այդ ժամանցային կենտրոնները եւ այլն եւ այլն։ Իսկ շփման հարցը, ես կարծում եմ, պետքա կարողանալ լուծել համայնքներով, համայնքների մաս կազմել, համայնքներում ակտիվություններ գեներացնել եւ ակտիվություններին մասնակցել։ Իմ փորձառությամբ այս ճանապարհով գնալու դեպքում մարդիկ մենակ չեն մնա։ Եվ հակառակը մի բան էլ, հակառակը իրանց կոպիտ ասած կշրջապատեն իրենց դասարանցիներով, դասարանցին շակերտների մեջ։ Այս իմ փոքրիկ վերլուծությունը, դու ո՞նց ես գնահատում, հասցրել ես ինչ որ մաշկիդ վրա այդ ամեն ինչը զգալ, թե ճանապարհին ես, ինչպես է, էլի։ Հա, ես միշտ մտածել եմ, որ եթե դու Երևանում մասնիկ ես, ապա մարզում դու դառնում ես կենտրոն, որովհետև դու մարզում կարողանում ես այնքան առաջ գնալ, որովհետև երբ որ Երևանում համայնք կառուցելը կարծեմ փոքր ավելի դժվար է, որովհետև Երևանում չեմ ապրել, տեղեկ չեմ հետևել, բայց համայնք կառուցելը ըստ տրամաբանության ավելի դժվար կլինի, որովհետև մարդիկ իրար չեն ճանաչում։ Իսկ գյուղում, մարզում համայն կառուցելը այնքան հեշտ է ստացվում, որովհետև այստեղ մարդիկ իրար ճանաչում են ու կապեր ստեղծելը ահագին հեշտ է, որովհետև երբ որ դու ունես օրինակ պապիկիդ ընկերը սերնդեսերունդ շարունակվում է այդ կապը դեպի սերնդեսերունդ միջև վերջին սերունդը ու այս ամենը ասենց կապերը ինքը ահագին խորն է ստեղծում ի տարբերություն օրինակ Երևանի կարծում որ համայնքներ այստեղ ստեղծելը ահագին հեշտ է ու կապեր ձեռք բերելը ահագին խորն է ստացվում իսկ մարզում ոլորտային բացեր կան դա բնականաբար կան ու եթե Երևանում դա ահագին ճնշող մեծամասնության է ասում թեկուզ այդ սրճարանների կամ ժամանցային կենտրոնների թիվը ապա մարզում այդ ստեղծելը ձեզ ուղղակի տալիս է sense բիզնեսի արագ գումար աշխատելու միջոց, որովհետև եթե դուք մարզում ստեղծում եք տենց բան, որը ենթադրենք ավելի քիչ է, քան Երևանում, դա բավականին շուտ է ազդելու ու ահագին մեծ հաջողություններ է դες բերելու, որովհետև այդ եմ ասում, այս միտքը միշտ վերջերս եմ գրել, ասում որ եթե մարզում դու Երևանում դու մասնիկ ես, ապա դու մարզում դառնում ես կենտրոն, որովհետև քո ձեռքերը բավականին երկարում է ու դու կարողանում ես տենց բաներ անել, որոնք եթե Երևանում անել, այդքան էլ հաջողություն չէր ունենա, բայց մարզում կունենայի, որտեղ մարզում դրա պակասը զգացվում է։ Թեկուզ այդ ժամանցային կենտրոնների։ Օրինակ մենք հիմա ստեղծում ենք Arat IT Club-ը Vedium ու դեռևս փորձում ենք հաջողություններ ունենալ նրանով, որ մարդկանց հավաքագրել նմանտեղ, բայց դրա համար պետք է ունենալ վստահություն։ Այսինքն եթե Հա, դու ստեղծեցիր միանգամից այդ մարդիկ չեն գալու ու քո ապրանքը գնեն կամ քո ստեղծածը գնեն կամ թեկուզ արժեք ստեղծեն հետ այդ գալիս է վստահությամբ ու դու դա վստահությունը պետք է վաստակես հիմա այստեղ փորձում ենք այդ վստահությունը վաստակել իրականում ելի եմ ասում այստեղ վստահություն վաստակելը բավականին դժվար է այնքանով որովհետև մարդիկ սիրում են կայունություն ու չեն ուզում դուրս գալ իրենց կոմֆորտ զոնայից ես հիշում եմ երբ որ անգամ դպրոցներում ինչ որ այլ տեղ բաներ էր առաջարկում որ եկեք անենք sense ինչ վատ կլինի հավես բանա նոր նախաձեռնություն ával իրենք միևնույնն է գուցե չհամաձայնեն որովհետև իրենց բաներ մեկը չէր փորձի այդ ամենը ու քանի որ դու պետք է համայնքից այն մարդը լինես որ դու փորձես ու դու անես որ մյուսները տեսնեն դու պետք է սկզբնավորողը լինես որովհետև եթե դու ուրիշ տեղից մի հատ օրինակ ես բերում այդ մի մասնիկին իրանք չեն հավատալու դու պետք է դա անես որ հավատան կարծում հա մարզում այդ ոլորտային պակասությունը բավականին կա համեմատած Երևանի հետ։ Ու այդտեղ բիզնես դնելը ահագին շահավետ է իրականում, որովհետև կարողանում ես հավաքել մարդկանց մի տեղում, եթե դու ստեղծում ես նենց բան, որը Երևանում կա, ու Արարատը բավականին մոտիկ է Երևանին։ Արարատում դա կաշխատի այնքանով, որովհետև մարդիկ Երևանը շատ մոտիկ է ու Երևան են գնում նման բաների համար։ Բայց եթե Արարատում լինի, ես վստահ եմ, որ չեն գնա։ Ասած կմնան այստեղ ու կօգտվեն իրենց քաղաքից, եթե դա լինի որակյալ։ Համաձայն եմ։ Հիշում եմ մեր հաղորդումներից մեկը մի կին, որ տեղափոխվել էր Գյումրի, տարել էր արտադրություն, ոնց էր այսպես համոզված բացատրում, որ ախր շատ արտադրություններ մարզ տեղափոխելը շատ ձեռնտու է, էլի։ Այս կոմպոնենտների նվազման հաշվին։ Մեի ջան, քանզի ժամանակը սահմանափակ է, ես ունեմ ավանդական հարց, դա հետևյալն է, եթե ունես իհարկե այդ մասով մտքեր,
Ենթադրենք պատկերացում մարդու, որ շատ է մտածում Մարս տեղափոխվելու մասին, շատ է ձգտում այդ խաղաղությանը, հանգստությանը, ազատությանը, բայց այդպես էլ չի անում այդ քայլը, հա։ Ինչ-որ մի բան պակասում է։ Դու ունես այդ մարդուն ինչ որ խորհուրդ տալու, թե ոչ։ Միշտ մտածել եմ, որ ընտրությունը բավականին բարդ է ու ոնց որ այդ առաքելությունը, այդ ընտրությունը ընտրելը դա պետքա ինքդ քո մեջ հասկանաս։ Եթե դու ընտրում ես գնաս մի տեղ ապրես, որտեղ արդեն այդ ստեղծած եղել է ու դու զուտ միանում ես եղածին, ապա ընտրի ապրել մի տեղ, որտեղ այդ ամենը կա, չգիտեմ, հնարավորությունները շատ են, հա, ընտրի այն տեղում, որտեղ եղածը կա ու դու ուղղակի ապրելու ես իրանց հետ, որտեղ ոչ բոլորն ունեն առաջնորդական հատկանիշներ ու հանձնկարներ են մտածողությունը, որ իրանք միտեղ լինեն ու կարողանան իրանք ստեղծան իրանք ձեռքով։ Եթե դու այդ մտածողությանը ես պատկանում, ապա մնա միտեղ, որտեղ արդեն ստեղծած է այդ ամենը։ Բայց եթե դու ուզում ես ինչ-որ փոփոխություն բերես ու այդ փոփոխությունը դու տեսնես, ապա արի մարզեր, որովհետև ես վստահ եմ, եթե դու Երևանում ինչ-որ տարածքում աղբահավաք անես, դա այնքան էլ ազդեցություն դու չես տեսնելու, որովհետև արժեքը դու այստեղ շատ մեծ այրեմ, արժեքը շատ մեծ այրեմ, եթե դու ինչ-որ փոքր այդ խնդիրները կարողանում ես լուծել, այստեղ արժեքը բավականին մեծ այրեմ, որովհետև փոքր է մասշտաբը ավելի։ Ու այստեղ դու գալիս ես ապրում ես այն մարդկանց կողքին, ովքեր ստեղծում են։ Ու դու այն մարդը չես, որ միանում ես զուտ եղածին, այսինքն, հա, պատրաստ կա, գնամ օգտվեմ, հնարավորությունները կան, խիչ է, գնամ իմանամ, այսինքն այդ երկրում թեկուզ ապրելով, հա, այլ երկրներում, ոչ միայն Հայաստանում, հնարավորությունները կան, բավականին ապահով է երկիրը, հա, ամբողջը ստեղծած է քո հարմարավետության համար, գնա ապրի, ինչ ա եղել, բայց երբ որ դու այն տեսակն ես պատկանում, որ չես կարողանում հարմարվել անարդարությանը կամ ուզում ես դու ինքդ ստեղծել, ապա արի մարզեր ու ինքդ ստեղծի այդ ամենը ու ստեղծի նաև մյուսների համար արժեք։ Այսինքն եթե դու գնում ես նման մի տեղ ապրում, ապա դու միայն այս պահին քո մասին ես մտածում։ Ու դա այդ ընտրությունը քարկոծվելու կամ բանի ենթակա չի, որտեղ դա ընտրությունը ու ամեն մեկն ունի այդ լիիրավ իրավունքը ընտրելու թե ինչ անի իր կյանքի հետ ու դա առաքելություն է ընտրելու համար։ Հիմա մարզեր գալ թե չգալ, դա դուք եք որոշում ու ոնց որ դա պետք է բավականին կշռադատել, հասկանալ ձեր բնավորության գծերը, թե դուք արդյոք պատրաստ եք այդ ոնց որ պատասխանատվությունը, որտեղ մարզում ապրելն էլ է պատասխանատվություն։ Մի խոսքով, սա եմ մտածում իրականում, որ շատ երկար մտածեմ, բավականին երկար պատճառներ էլ կբերեմ, որովհետև Երևանն ու մարզը կամ այլ երկիր հաստատ չես համեմատի իրար հետ։ Այստեղ շատ-շատ sense ոլորտային տատանումներ են տեղի ունենում, բայց այսքանն էր կարծիքս։ Ես քո հետ մասամբ եմ համաձայն եւ կարող եմ հավաստիացնել, որ շատ մարդիկ տեղափոխվում են մարզեր, մենակ իրանց հանգստի ու վայելքի համար, քանի որ այս թեմայի մեջ եմ, անընդհատ ականջիս լուրեր են հասնում կամ անընդհատ բերում են ծանոթացում են ինչ-որ մարդու, ով տեղափոխվել է, չգիտեմ, ինչ-որ մի հատ գյուղ, ուղակի հոգնել է այս ուրբանիզացիայից, հա, այս շատ մեծ աղմուկից, շարժերից, դանդաղությունից, փոշուտ ստրեսից եւ ինքը իր համար է տեղափոխվել, ոչ մի sense փոփոխություններ չի ուզում նախաձեռնի, կոպիտ ասեմ ավելին, եթե իրան չհայտնաբերեին եւ ինքը իրան չծանոթացնեին, ինքը տենց հատուկ չէր էլ ուզում աչքին գնել եւ դա բնական է, աշխարհում նույնիսկ այդպիսի երևույթ կա, կոչվում է downshifting, կնայես մի հատ, ուսումնասիրես, Էդի մոտավորապես այնա, որ, չգիտեմ, մարդիկ Google-ում ինչ-որ ես իմ sense парքի Օլիմպոսի գագաթին են հասել, մեկ է զգում են, որ չէ, ըտե կյանքի որակ չկա, ստրես է, տուժում է ընտանիքը, տուժում է առողջությունը եւ այլն, ու մի հատ շատ կտրուկ փոփոխություն են վերցնում իրենց կյանքում, օրինակ տեղափոխվում են Հայաստանի պես մի փոքրիկ երկիր, մի խաղաղ սարերով տեղ ու սկսում են ֆոտոնկարչությամբ զբաղվել, որ իրանց հոգին առողջանա։ Ես չեմ ասում այս աշճանի օրինակների մասին, բայց հավատա, ես արդեն նկատում եմ տենդենց, որ լիքը մարդիկ տեղափոխվում են, որ այդ ուշադրությունից դուրս են ուղղակի։ Իրանք տենց փոփոխություններ չեն նախաձեռնում, բայց եւ նաեւ լիքը մարդիկ հատկապես այս ոդքասթին ում որ հրավիրում եմ, իրանք մեծ ջիղ ու ցանկություն ունեն ինչ որ բան փոխելու, իրանք գալիս են
գաղափարներով, բիզնեսներով, նախագծերով, երկուսն էլ շատ լավ է, էլի։ Ավելացնես։ Հա, որտեղ սրա մասին մտածել եմ իրականում, բայց կամա թե ակամա դու դառնում ես դրա մասնիկ, փոփոխության մասնիկ, որովհետև եթե դու նախընտրում ես ապրել գյուղում, ապա դու համադրում ես այդ գյուղի բնակչությունը։ Ուստի թեկուզ եթե դու մտադրություն չունես ինչ-որ փոփոխություն բերելու, դա արդեն իսկ փոփոխություն է, եթե դու գալիս ես գյուղում ապրելու։ Ես տենց եմ կարծում։ Դրա մասին մտածել եմ իրականում, ոչ, այսինքն դու պարտադիր չի բերես ինչ-որ ահռելի մեծ փոփոխություններ, բայց միևնույնն է, այդ քո մի հատիկ քայլով դու ահագին մեծ բան ես փոխում։ Դու գալիս ես մի տեղ ես ապրում, որտեղ բնակչություն ենթադրենք 400-ը, հա, դա դարձավ 401, բայց այդ մի հոգին միևնույնն է կարևոր է, որ այդ գյուղը չփլվի։ Դե հա։ Իրական հա։ Գումար ես ծախսում, չգիտեմ, մտածողություն ես փոփոխում, օրինակ այս վերջերս հենց մեր փողոցի վրա մի հատ սփյուռքահայ տղա եմ հայտնաբերել, էլի, դες եկել է Երևան, երկար չի դիմացել, եկել է Ստեփանավան, դες շատ միամիտ հայտնաբերեցի, բայց արդեն ես իր մասի խոսում եմ, ստեղ ընդ ասում եմ, գիտեք, Դանիել անունով տղա է եկել, ինքն էլ է եկել մեր քաղաք, ու մարդկանց համար հերթական ապացույցն է, որ Ստեփանավանը շատ լավ ապրելու տեղ է, որովհետև արդեն չգիտեմ 50-60-րդ մարդն է ընտանիքով տեղափոխվում այստեղ։ Այսպես, քեզ շատ շնորհակալ եմ, քեզ մաղթում եմ լավ օր ու լավ քննությունների արդյունքներ, գիտեմ, որ նախաշեմին ես։ Մենք կհանդիպենք այլ ակտիվությունների մեջ, վստահ եմ, որ եւ դու կնախաձեռնես եւ կմիանաս մեր համայնքում։ Շնորհակալություն։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։